մարդկանց մեծամասնությունը, ես չեմ ասում, որ չվճարողներ չկան, այդ չվճարողները եղել են, թե մինչև միասնական տոմսային համակարգի ներդնելը եւ դրանից հետո եւ ապագայում են լինելու, էլի։ Ես ինքս էլ կարծում եմ դուք էլ եղել եք տարբեր երկրներում եւ նկատած կլինեք, որ այնտեղ էլ տարբեր մարդիկ ուղղակի չեն վճարում տրանսպորտում։ Այդ միայն ներ հայաստանյան եւ ներ երևանյան խնդիր չէ, էլի։ Կան մարդիկ, որ ուղղակի չեն վճարում։ Հիմա դրա անունը կդնենք բոյկոտ, դրա անունը կդնենք ուղղակի առիթա չվճարելու մեխանիզմ էս պահին ունի Երևանի քաղաքապետարանը կիրառելու, մոտեցման հարց է։ Ես ոչ մի խնդիր գլոբալ առումով այդ մարդկանց դիրքորոշման մեջ չեմ տեսնում, բայց ես տեսնում եմ խնդիր օրինակի համար, որ օրինակի համար, երբ որ այդ պարբերաբար նշվում է հարկերը, մեր հարկերով էս արեցիք, կներեք, էլի, վճարող մարդը, ինչի չվճարող մարդու համար պետք է վճարի։ Այսինքն ես եթե տրանսպորտից կամ դուք տրանսպորտից օգտվում եք, դրա համար վճարում եք, այդ գումարը գալիս է Երևանի քաղաքապետարան, որպեսզի Երևանի քաղաքապետարանը SSS ուղղություններով նոր ավելի ծավալուն բաներ իրականացնի, փոխարենը մարդիկ ուղղակի չեն վճարում, ու ինչ որ մի կերպ այդ ընթացքը Երևանի քաղաքապետարանի դանդաղեցնում են, որոշակի խնդիրների են բերում եւ մեր Երևանի քաղաքապետարանի եւ վստահորեն երևանցիների շահերից է, էլի, բխում, որ Երևանի քաղաքապետարանի նախանշված ծրագրերը ոչ թե ուշ լինեն, ոչ թե առհասարակ չլինեն, այլ լինեն, ժամանակին լինեն, մաքսիմում որակով լինեն նաեւ ձեր օգնությամբ եւ ձեր նյութերի եւ ձեր հետաքննական լրագրության, որպեսզի մենք գլոբալ առումով խնդիր չունենանք։